2020 թվականից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր անվտանգային իրավիճակը արմատապես փոխել է տարածաշրջանային հավասարակշռության դինամիկան։ Թուրքիայի նախագահ Էրդողանի Իրանին ուղղված վերջին հայտարարությունները կրկին ակտիվացրել են քննարկումները 3+3 ձևաչափի եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Մասնագետները նշում են, որ այս ուղերձները ոչ միայն արտացոլում են Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարությունը, այլև մեծապես ուղղված են Հայաստանին, ընդգծելով միջանցքային տրամաբանության առանցքային նշանակությունը։ Իրանագետ Նվեր Դավթյանի խոսքով 2020-ից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը մարտահրավերներ է առաջացրել Իրանի համար, ինչը ստիպել է Իսլամական Հանրապետությանը կտրուկ մեծացնել իր քաղաքական ակտիվությունը։ 20 թվականից հետո Իրանի ակտիվությունը, քաղաքական ակտիվությունը տարածաշրջանում Հարավային Կովկասում բավական մեծացավ։ Բայց զուգահեռաբար այսօրվա ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության տարածաշրջանային քաղաքականության համատեքստում նույնպես պետք է դիտարկել նրանց քաղաքականության ռազմավարող ուշադրության տակ գտնվող ուղղություններից մեկն է տարածաշրջանի երկրների հետ զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները։ Խնդիրը ինչու՞մն է։ Մեր տարածաշրջանային խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների ներքին ռեսուրսներով, ինչը հնարավորություն կտա խուսափել արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունից։ Թուրքագետ Նելի Մինասյանի կարծիքով 3+3 ձևաչափը հեռանկար չունի եւ խնդիրը միայն Վրաստանի բոյկոտը չէ։ 3+3-ի ձևաչափը այսքան տարիների ըստ էության քննարկումները ցույց են տվել, որ նման հարթակի նախ առաջին հերթին ձևավորումը մի փոքր խնդրահարույց է, որովհետև նախորդ ժամանակաշրջանում էլ, երբ որ նման քայլեր, նման աշխատանքներ տարվեցին, օրինակ Ռուսաստանը առանձնապես հետաքրքրություն չցուցաբերեց, մասնավորապես 2008-9 թվականների։ Այս անգամ մի փոքր ուշադրություն այսպես դարձնում է իմ կարծիքով այստեղ Հարավային Կովկասում տեղ ունեցող եւ ընդհանրապես Ռուսաստանի հետ կապված իրադարձությունների համատեքստում։ Մինասյանն ընդգծում է, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը սևեռված է միջանցքային տրամաբանության վրա, եւ Թուրքիան լայն գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ։ Թուրքիայի մեր տարածաշրջանի այս պահի քաղաքականության առանցքը միջին միջանցքն է, եւ իրենք այդ առումով շատ լայն գործունեություն են ծավալում, եւ այո, միջանցքային տրամաբանության մասին է խոսքը։ Ռուսաստանը չնայած բարձրաձայն հայտարարությունների բացակայությանը հետաքրքրված է միջանցքի վերահսկողությամբ։ Մասնագետները նշում են, որ Ռուսաստանի համար գերակա նպատակ է եղել այդ ճանապարհի վերահսկողությունը։ Ռուսաստանից ուղղակի հայտարարություններ չկան, դա չի նշանակում, որ իրենք հետաքրքրված չեն կամ այդ խնդիրը իրենց համար կարևոր չէ։ Այո, Ռուսաստանի գերակա խնդիրն էր փոփոխված աշխարհակական իրավիճակում իրենք վերահսկեին այդ ուրեմն ճանապարհը, որտեղ դա ըստ էության թուրքական գործոնի վրա ազդելու ամենամեծ լծակն է փաստացի եւ նաեւ ինքը ինչ որ առումով պահելու էր իր ավելի խոշոր ազդեցությունը տարածաշրջանում։ Այսպիսով Էրդողանի ուղերձը Իրանին ոչ միայն արտացոլում է Թուրքիայի ռազմավարական նպատակները, այլև ընդգծում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության խորացումը։ Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Open Media։